Հարգելի ներկաներ, նախ եւ առաջ կուզեմ խորի շնորհակալությունս հայտնել Գողբ հիմնադրամին, որ բադի վրա ինձի զիս հրավիրելու Ղոստանզարյանի ծննդյան 140-ամ եկին արիտով անոր նախաձեռնած նախագիծյաց մեկնարկին։ Ես կուկամը սփյուռքեն, որ Հայաստանի լրության դարիներուն Զարյանի կորձը քիչ թե շատ բահեց ու բահբանեց, հագարակ Անտրանիկ Ծառուկյանի թիբուկային նկատողության թե սփյուռքի գշերքները հազիվ շահնուր կամ որպունի գրնան վերցնել, Զարյան կամ օշական փորձեն գշերքը կգոդրի, անգարողությունը դգարության վիճակ մնե, մեղք մոտ չէ։ Մյուս կողմը պետք է դիտել դալ, որ Զարյան, որ ինչպես գրած եմ այլուր, քրական իր խառնվածքով ոչ արևելահայ էր, հագարակ արևելահայերեն կրելուն, ոչ արևմտահայ, հագարակ որ իր առաջին քայլեր արևմտահայերենով վրավ, ոչ սփյուռքահայ էր, հագարակ 40 տարի սփյուռքի մեջ ապրելու, ոչ այլ խորհրդահայ, որ իր կյանքը ավարտեց, այլ բարձրապես աշխարհի փորձընկալումով հայ, որ 1924-61-ին ապրած արտասահմանի մեջ, բայց կյանքի վերջին տարիներուն գրած է, թե սփյուռք անունը չեմ սիրում, ընդգծելով, թե ինքը գաղթական չէր, այլ դարակիր, ի վերջո Հայաստանը տեսնելով իբրև իր վայրը, թեև այն Հայաստան ուր ինք վերադարձավ մերժեցինք։ Եվ սակայն 1970-ական 90-ական թվականներուն սփյուռքի մեջ էր, որ հայրենիք ամսակրի հինը չերեն 50 տարի ետք ազատագրվեցան անցորդ Դևիր Ջամփան, Պանգոբը եւ Մամուտի ոսկորները, քաղաքներ, արևմուտք, իսկ մյուս կողմը վերահրարակվեցան նավլերան վրա, օրերի բսակը, դադրակոմի հարսը, անգլերեն համարոտ տարկմանությամբ լույս տեսան անցորդը, Պանգոբը, գղզինը մի մարդը, ֆրանսերեն տարկմանությամբ նավը եւ գղզին, նաեւ լույս տեսան քանի մարժեկավոր ուսումնասիրական հոդվածներ, անդիպ մնացին երկիրներ եւ ասվածներու անգլերեն համարոտ եւ նավը լերան վրայի ամբողջական տարկմանությունները։ Քանի մի շաբաթ առաջ Արազարյանի խնդրանքին ընտարաչելու համար գազմեցի Ղոստանզարյանի վերապերյալ իմ հրարագություններուս մայնակիրությունը։ Անանգալորեն բարձվեցավ իմ բոլոր հաշիվներուս դեմ, որ 5 տարբեր լեզուներով լույս տեսած անոնց տիվը մինչև իմ անցած է 100-ը։ Ներառելով 1999-ին լույս տեսած առաջին մենակրությունը Ղոստանզարյանի շուրջ իմ հեղինակությամբ, աշխատասիրությունը գղզինը մի մարդը եւ Լորենս Դարրելի Պրոսպերոյի խուցը կամ Պրոսպերոյի գղզին մեկ հադորի մեջ հավաքելով ամբողջ Զարյան Դարրել թղթաձրարը ուսումնասիրական հոդվածներ հայերեն եւ օդար լեզուներով փաստաթուղթեր եւ անդի փաստաթուղթերու եւ նամակներու հրապարակումներ քաղված ամենատարբեր արխիվները Բեյրութեն, Վիեննայեն, Իլինոյեն, Կալիֆոռնիայեն եւ այլ վայրերը, ինչպես նաեւ լրագրական հոդվածներ եւ ուրիշ նյութեր։ Ամենահինը արժանտինյան օրաթերթի մեջ, որպես երասարտության այսպես կոչված մեղք 1986-ին լույս տեսած առամաչելի հոդված մներ։ Տերևս միակ հոդվածը, որ արժանտինյան մամուլին մեջ գրված է Զարյանի մասին, եւ դակավին չէի երազեր Զարյանի կյանքով ու գործով սփաղիլ։ Բայց շուտով 89 թվականին երբ առաջին անգամ Հայաստան այցելեցի, որոշեցի բարձ ընդերցողի գրավորական դիրքեն դուրս ելնել եւ փոքր ինչը սփաղիլ Զարյանի կենսագրության հարցերով։ Գիտեի, որ հավասարում մնե բազմաթիվ անհայտներով փոխարնելու համար Եղերապաղ Վարդգես Պետրոսյանի խոսքը, որոնք մինչև այսօր կբացվին մատրոշկայի նման։ Սկիզբը կողմնակի հետո ավելի հիմնավոր սպաղումս, քանի որ մնայուն գերբով գերտամ գուկամ պատմության եւ քրականության երկու բևեռներում միջև հաջորդ 35 տարիներում դերևս նվաստած է քանի անհայտներ լուծելու, բայց դերերու ենք հավասարումը լուծել է։ Եթե գիտակցինք, որ Զարյան բոլորովին ուրիշ որակ բերած է հայ քրականության, պատճառը այն է, որ իր բոլոր ժամանակիցներն ավելի աշխարհը բերած է մեզի։ Ոչ միայն աշխարհը բերած է երեք ցաղմակամասերու վրա գարձես անվերջ տեղափոխումներով ու ճամփորդություններով, այլ նաև այդ շարժումներեն բխած իր ուղեկրություններով ու դպավորություններով, որոնք շատ հերու են բարձ լուսանկարչական ցանկությունը լալե։ Բայց նաև աշխարհը բերած է իր յուրաքանչյուր գործին մեջ տապանցած իսկ կողմի յուրացված տարբեր ժամանակների գրողներու, փիլիսոփաներու, արվեստագետներու խոհերով, հարցատրումներով, վիճարկումներով,
որոնց դիմաց ինքը կանգնեցուցած է սեփական խոհերը, հարցատրումները, վիճարկումները։ Դեռ չենք հաշվել հավելվել կամ նված աջակցությամբ հիշված բազմաթիվ անունները, որոնք հաջող կստիպեն բարարան բանալ։ Դեռ չենք խոսի ուղղագի թե անուղղագի հարաբերություններու մասին իրեն ժամանակից քրական, մտավորական, քրարվեստական, քաղաքական դեմքերու հետ, որոնց մեջ շահերը դեռ գարոդին լուսապանության եւ ուսումնասիրության։ Տերերոս այդ է, որ վերջին աշխով զիս մղած է աշխարհի հերավոր հարավամերիկյան անգյունեն սկսելով այժմ Հյուսիսային Ամերիկայեն սպաղելու Կոստանդզարյանով։ Առանց ուզելու նույնիսկ Զարյան եղած է սփյուռքահայու նախադիբարը, որովհետև ապրած է հայ եւ օտար աշխարհներու եւ լեզուներու եզրակացին, միաժամանակ պահպանած եւ հասարակություն երկու աշխարհներու միջև խորաբես մուտք գործելով հանրահանտերց եկուքին մեջ, առանց երբևէ գործընծնելու մեկը կամ մյուսը, անգամը որ իր երասարտության կդած է բանալին, որ վիդաներ դեպի հայկականություն։ Երկար դասամյակներու արկելքի ու բացակայութենի ետք Կոստանդզարյանի վերադարձ իր գործերունից մեջ են արդեն ամրակրված է վերջին դասամյակներուն։ Արդեն սկսած է նույնիսկ հաջախաղի մեջ պերվիլ ասույթի ցևով դարբեր բարակայական նույնիսկ հոդվածներու մեջ ինչ որ արդեն բամը կնշանակե թե գամած հանրային գիտակցության մեջ մտած է անորանունը եւ գործը որոշ չափով կոնե։ Կմնա ոչ միայն որ անդառնա բեսթսելերը անգլերեն parացի իմաստով, լավագույն վաճառվող իմաստով, այլ նաև որ մեր քրական կնատադենու հետազոտողները ավելի անկամանալից կերպով անդրադառնան Զարյանին ու անոր քրականության մագարտակին համապատասխան վերլուծումներ համցնեն ընթերցողին։ Ի վերջո եթե ընդունենք, որ ոչ միայն Զարյան շփում ունեցած է համաշխարհային քրականության մշակույթի մեծերու հետ, այլ նաև որ համաշխարհային քրականության մագարտակի գրող մգրնասեպվիլ, այդ կբանջի նաև համապատասխան մագարտակի վերապերմունք։ Կմնա նաև մաղթել, որ Զարյանի ծննդյան 150-ամյակը նշվի պետական մագարտակով, այն չափանիշներով, որ ինչպես ինչու չէ Հովհաննես Թումանյանի կամ Ավետիք Իսահակյանի հոպելյաները կնշվին։ Փետրվարի առաջին շաբաթը Facebook-ի լրահոսը լեցված էր տարբեր անձերու կողմէ զետեղված Կոստանդզարյանի նկարներով, ասույթներով, անդադարձներով։ Սայդուն ու խանդավառող նշանը, որ Զարյան այլևս հին ժամանակներու նման մորցված ու լրության մատնված չէ։ Անոր ժառանգություն արժանի յուրացվելու եւ ճիշտ հասկացվելու։ Անոր արտիանականությունը մեզի հաղորդ կդարձնե մեր ճանապարհի ուղենիշներուն։ Մնացյալը մեր հաջորդ ցենուտերու գործն է։ Շնորհակալություն։